Եթե դուք էլ ինձպես սիրում եք արևելյան քաղցրավենիք, ուրեմն այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Հեշտ, արագ եւ մատչելի տարբերակով պատրաստում ենք արևելյան փախլավա։ Այս քաղցրավենիքը ոչ միայն համեղ է, այլև շատ գեղեցիկ եւ շատ հարմար է տոնական սեղանների համար, հատկապես ամանորին։ Սկզբում պատրաստում ենք միջուկը, որի համար մեզ պետք է ընկույզ, շաքարավազ, դարչին եւ 1 հատ ձվի սպիտակուց։ Ընկույզը լավ մանրեցնում ենք, ավելացնում ենք դարչինի եւ շաքարավազի վրա։ Ընկույզը կարող եք մանրեցնել նաեւ բլենդերով, արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Բաղադրիչները եւ քանակը, ինչպես միշտ, գրված կլինի նկարագրության բաժնում։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, կարող եք բաժանորդագրվել, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ եւ տարբերվող բաղադրատոմսերը։ Ավելացնում ենք նաեւ ձվի սպիտակուցը եւ խառնում ենք։ Սա անում ենք նրա համար, որպեսզի բաղադրիչները կպնեն իրար եւ խմորի միջից չթափվի։ Սա պարտադիր չէ, կարող եք այս փուլը բաց թողնել։ Պատրաստում ենք նաեւ օշարակը, որի համար մեզ պետք է շաքարավազ եւ ջուր։ Ավելացնում եմ նաեւ 1 կտոր դարչինի փայտիկ, դնում եմ գազօջախին եւ թողնում եմ մինչեւ եռա։ Եռալուց հետո իջեցնում ենք կրակը, ավելացնում ենք կիտրոնի հյութ կամ կիտրոնաթթու, վերջում անջատելուց հետո ավելացնում եմ նաեւ 1 ճաշիկ թալ մեղր։ Խառնում ենք եւ թողնում ենք սառի։ Մեզ պետք է նաեւ ֆիլո խմոր։ Վերցնում ենք որակյալ եւ ժամկետի մեջ գտնվող խմոր։ Ֆիլո խմոր ունի շուտ չորանալու հատկություն, այդ իսկ պատճառով պետք է աշխատենք մի փոքր ավելի արագ։ Խմորը 1 հատ վերցնելուց հետո մնացածի վրա պետք է գցենք խոնավ շոր, որպեսզի չհասցնի չորանա։ Ճիշտ է, խմորը գտնվում է ժամկետի մեջ, բայց այս անգամ մի փոքր ավելի չոր էր եւ շատ շուտ էր փշրվում։ Այդ իսկ պատճառով մի փոքր ավելի արագ եմ աշխատել, որպեսզի պահպանեմ քաղցրավենիքի տեսքը։ Մեզ պետք է նաեւ այսպիսի բարակ ձող կամ բարակ գրտնակ։ Փաթաթում ենք խմորը վրա եւ երկու կողմերից այսպես սեղմում ենք, որպեսզի ստացվեն դարսեր։ Հետո զգուշությամբ սկսում ենք բացելը։ Եթե կտեսնեք դարսերը դժվար են բացվում, կարող եք մի փոքր թուլացնել եւ շարունակել բացելը։ Մեջտեղի հատվածում դնում ենք միջուկը մի փոքր իրարից հեռավորության վրա։ Դնում ենք 4 կամ 5 տեղով, կախված թե ինչ մեծության եք ուզում լինի փախլավան։ Երկու կողմերից խմորը վրա ենք բերում եւ մեջտեղի հատվածներում կպցնում ենք իրար։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Եթե ձեզ մոտ խմորը մի փոքր չոր կլինի եւ ծայրերը լավ չեն ամրանա, հոգ չէ, միևնույն է, եփվելուց հետո նրան կպնում են։ Ամրացնելուց հետո դանակով կտրում ենք, շրջում ենք հակառակ կողմը եւ ծայրերը նորից սեղմում ենք, որպեսզի լավ կպնեն։ Տալիս ենք այսպես նավակի տեսք։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ստացվում։ Այս տարբերակով պատրաստում ենք բոլոր շերտերը։ Շատերը դժվարանում են պատրաստել հայկական մեր ավանդական փախլավան, քանի որ ունի շատ շերտեր եւ ժամանակատար է պատրաստելը։ Սա հիանալի տարբերակ է ամանորի համար։ Հեշտ, արագ եւ մատչելի։ Ցույց եմ տալիս նաեւ պատրաստման երկրորդ տարբերակը, եթե ձեզ մոտ առաջինը չստացվի, կարող եք փորձել այս տարբերակով։ Այսպես էլ շատ գեղեցիկ է ստացվում։ Խմորը այսպես դարսեր ենք անում եւ փաթաթում ենք տալով վարդի տեսք։ Մեջտեղի հատվածում լցնում ենք ընկույզը եւ տեղափոխում ենք ամանի մեջ։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ստացվել։ Սա էլ հիանալի տարբերակ է մատուցման համար։ Դասավորում ենք տապակի մեջ իրար մոտ եւ վրան լցնում ենք հալեցրած յուղը։ Յուղը չենք խնայում, պետք է շատ լինի, որպեսզի գեղեցիկ կարմրի եւ փափուկ մնա։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, թխելու ենք 200 աստիճանի տակ, մինչեւ մի փոքր ոսկեգույն երանգ ստանա։ Հանում ենք եւ հենց տաք վիճակում էլ լցնում ենք օշարակը։ Ահա տեսեք, ինչքան գեղեցիկ է ստացվել եւ շատ հարմար է հյուրասիրության համար։ Սա պարզապես քաղցրավենիք չէ, այլ արևելյան համերի նրբագեղ պատմություն, որը պատրաստված է մեծ սիրով։ Չեմ կարող բառերով փոխանցել այս բույրն ու համը։ Պետք է դուք պատրաստեք եւ համոզվեք։ Եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, ապա պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Դրսից խրխրթան, իսկ ներսից շատ համեղ եւ հյութեղ այս փախլավան կգերի ձեր հյուրերին։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած տեսանյութը։ Շնորհակալ եմ ինձ դիտելու եւ հետեւելու համար։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։